Բարև սիրելի հայեր, այսօր շատ կարևոր մի թեմայից եմ ուզում խոսել, կուզեմ, որ ես երբեք այս բառը չեմ օգտագործել, մի անգամ եմ ասել, էլի կարևոր թեմայով, այս անգամ նույնպես ասում եմ հնարավորինս տարածեք, որպեսզի հասնի մարդկանց, ում որ վերաբերում է այս ուրեմն իմ խոսքը։ Խոսքս վերաբերում է մեր արցախցիներին, մեր հայրենակիցներին, մեր սիրելի եղբայրներին եւ քույրերին, որոնք բռնի կերպով տեղահանվեցին իրենց հայրենիքից եւ այսօր գտնվում են իրենց հայրենիքի մեկ այլ հատվածում Հայաստանում, իրենց տնից, տեղից եւ իրենց հողից զրկված։ Տեսնում ենք, թե ինչպիսի քաղաքականություն է վարում այսօրվա այսպես կոչված իշխանությունները, հայատյաց թրքամետ թուրքերի մոտ հարճ ծառայող այս իշխանություն կոչվածը, որը ամեն ինչ անում է, որպեսզի արցախցիները հիասթափվելով եւ անկարողության մեջ լինելով հեռանան Հայաստանից։ Ինչու՞, որովհետեւ դա հենց իրենց իրական եղբայրների, իրական ազգակիցների, թուրքերի, որի այդ բառից նրանք արդեն հայտարարել են, որ չեն խորշում, որովհետեւ դա իրականություն է, իրենց թուրքերի կողմից տրված հանձնարարականն է, որպեսզի արցախցիներին հնարավորինս արագ հեռացնեն Հայաստանից, ստեղծեն այնպիսի պայմաններ, որպեսզի արցախցիները իրենք հեռանան Հայաստանից։ Դա իրենց հոգեհայրը ՀՀՇ-ն լևոնիզմի ուրեմն գաղափարներից մեկն էր, որ իրականացվում էր 90-ականներին Բաքվից, Սումգայիթից եւ այլ սովետական Ադրբեջան կոչված այդ հանրապետության այլ հայկական քաղաքներից բռնի կերպով ուրեմն հեռացված հայրենակիցների նկատմամբ։ Եվ եթե գիտեք, այդ հայրենակիցների մեծ մասը իրոք թողեցին եւ հիասթափված հեռացան եւ գերադասեցին ապրել աշխարհում մեկ այլ երկրում, քան իրենց հայրենիքում Հայաստանում։ Հիմա այդ փորձը ունենալով նրանք իրենց հոգեզավակներին, այս թրքահաճո իշխանություններին հրահանգ են տվել, որպեսզի բոլոր ուրեմն անտանելի պայմանները ստեղծեն, որպեսզի արցախցիները հեռանան։ Ինչու՞, որովհետև չկա Արցախ, չկա Արցախի հարցը, չկա Արցախը, չկա Արցախը հետ պահանջողները։ Եթե նրանք աշխարհով մեկ ցրվեն, ապա Արցախի հարցը այդ ժամանակ նոր կհամարվի փակված։ Դրա համար, բայց սիրելի արցախցիներ, սիրելի հայրենակիցներ, սիրելի եղբայրներ ու քույրեր, շատ լավ հասկանում ենք, որ ոչ մի իշխանություն հավերժ չի, եւ այս դավադիր իշխանությունները արդեն հոտը առնում ենք, իսկ ես այս բառը այնքան քիչ եմ օգտագործել, բայց նրանց վերջի հոտը առնում ենք, եւ դրա համար էլ հասկանում ենք, որ նրա ցայտնոտի մեջ այդ վերջին առաջադրանքը, որպեսզի արցախցիներից ձերբազատվեն Հայաստանում, չեն կարողանում իրականացնել, չնայած արտագաղթ կա, բայց դա ժամանակավոր է եւ շատերը, որ մեկնում են արտասահման եւ հիմնականում Ռուսաստան, կրկին հետ են վերադառնում Հայաստան, գերադասելով, որ իրենց երեխաները մեծանան Հայաստանում, հայերի շրջապատում, իրենց հայրենիքում։ Հիմա տեսեք, ինչ է կատարվում։ Դուք հիշում եք, որ ոչ շատ հեռու անցյալում փետրվան ամսին տեղի ունեցավ հայոց Արցախ աշխատաժողովը, որտեղ Հայաստանից եւ Արցախից հավաքվել էին, այսպես ասած, ուղեղներ, կայացած եւ իրենց մասնագիտական եւ իրենց ընդհանուր կյանքի իրենց կատարած աշխատանքով շատ պատկառելի հայեր, որոնք որ բարձրացրեցին արցախցիների ինքնակազմակերպման հարցը։ Կազմակերպիչը այդ աշխատաժողովի, հայոց Արցախ աշխատաժողովի աշխարհաժողով ազգային ազատագրական հայրենատիրական շարժումն է, որի խորհրդի անդամ հանդիսանում եմ նաև ես։ Եվ այդտեղ այդ հարցը դրվել է շատ լուրջ, ուրեմն դրված է սեղանի վրա եւ դրա վրա աշխատում են շատ լուրջ մարդիկ եւ Արցախում եւ արցախցիներից եւ Հայաստանում Հայաստանաբնակներից եւ նաեւ ասեմ ձեզ արտասահմանում մեր հայրենակիցներից։ Շատ հարցեր կան այնտեղ դրված եւ հիմնական հարցերից մեկը արցախցիների ինքնակազմակերպումն է։ Եվ դրա համար կատարվում է այսօր հաշվառում, թե որտեղ են գտնվում մեր բռնի տեղահանված արցախցիները սկսած 2020 թվականից, այսինքն նաև Քաշաթաղի եւ Շահումյանի շրջան եւ մնացած արցախցիներին հաշվի առնելով, ինչու է սա արվում։ Ես հիմա ոչ թե համեմատության կարգով, այլ ուղղակի օրինակ եմ բերում Գյումրիի աղետը, հիշում եք, Գյումրիում երկրաշարժից հետո ինչ տեղի ունեցավ
Հայաստանը եւ աշխարհում շատ երկրներ նույնպես, ուրեմն ինչ արեցին, մարդիկ տնից տեղից զրկվեցին, հավաքվեցին եւ կառուցեցին եւ որոշեցին, որ այդ մարդիկ բոլորը պետք է ապահովեն բնակարանով, ինչից որ նրանք զրկվել էին։ Իհարկե երկար տարիներ տևեց, մարդիկ կային, որ գյումրեցիները չդիմանալով, այսպես ասած, իրենց այդ անտուն վիճակին նույնպես արտագաղթեցին ժամանակին, եւ հնարավոր է, որ մեկի հերթը այդ բնակարանը ստանալու, գիտենք, որ ծրագիրը այդքան էլ հաջող չիրականացվեց եւ մինչեւ այսօր դեռ շարունակվում է, մեկի հերթը հասավ 20 տարի հետո։ Եվ ինչ տեղի ունեցավ, երբ որ նրա հերթը բնակարան ստանալու հասավ 20 տարի հետո, նա վերադարձավ հայրենիք եւ իր բնակարանը ստացավ եւ հաճույքով ես գիտեմ մարդիկ կոնկրետ, որոնք հաճույքով հետ վերադարձան Հայաստան եւ այսօր ապրում են Գյումրիում, ասենք Մուշ թաղամասում կամ մեկ այլ նորակառույց թաղամասերից մեկում։ Այսինքն, այսօր արցախցիները նույնպես պետք է լինեն շահառու իրենց հայրենիքում, այսօր Հայաստանում, այստեղ նման մի ծրագրի։ Պետք է ստեղծվի, պետք է կառուցվի մի մեծ ավան քաղաք, որտեղ բոլոր արցախցիները բռնի տեղահանված պետք է լինեն այդ բնակարանների, այդ պրոյեկտի շահառուները։ Այսինքն, մենք այսօր հաշվառելու ենք եւ աշխարհաժողով շարժումը արդեն աշխատանքային խումբ է ստեղծել, որը զբաղվում է դրանով, հաշվառելու ենք բոլոր արցախցիներին եւ ահ թե ուշ ով է լինելու հաջորդ իշխանությունը, չգիտեմ, չեմ կարող այսօր կանխատեսումներ անել, բայց այս իշխանությունը, եթե որևէ մեկը հույս ունի իշխանության գալու, եթե այս ծրագրի մասին չկազմեց, ապա նրանք կարող են մոռանալ իշխանությունը գալու կամ մնալու մասին։ Այո, մեր բոլոր արցախցիները պետք է իրենց հայրենիքում ժամանակավոր թեկուզ իրենց կորցրած տուն, տեղ, հող, ամեն ինչ գերեզմաններ կորցրած արցախցիները ոչ պակաս աղետ է դա, ոչ պակաս աղետ է, սարսափելի աղետ է, կրկին զոհերով, կրկին տուն տեղ կորցնելով եւ այս անգամ նաեւ հող կորցնելով եւ նրանք պետք է լինեն շահառու նման մի ծրագրի, այսինքն պետք է Հայաստանում նրանց տրվի անհատույց, անժամկետ, բայց ոչ սեփականության իրավունքով բնակարան ըստ մարտականակի, այսինքն մոտավորապես եմ ասում 5 հոգանոց ընտանիքը պետք է անպայման 3 սենյականոց բնակարան ստանա այդ ավան քաղաքում, որը հատուկ կառուցվելի է արցախցիների համար։ Նախ այդտեղ շատ ավելի հեշտ կլինի իրենց մշակույթը, լեզուն, բառը պահպանել, նախ կապահովեն բոլոր այդ քաղաքը կառուցելուց կապահովեն բոլոր արցախցիները աշխատանքով եւ այդ ավան քաղաքը կառուցվելուց հետո էլ բնականաբար այնտեղ կլինի աշխատանք հենց նույն արցախցիների համար, ովքեր կբնակվեն այդ ավան քաղաքում, խանութներ, դպրոց, մանկապարտեզ, ամեն ինչ։ Հայաստանում բավականին շատ հարմար տեղանքներ կան նման ավան քաղաք, մեծ ավան քաղաք կառուցելու համար եւ կա այդ պոտենցիալը այդ քաղաքը կառուցելու։ Ինչի է այդտեղ տրվելու բոլորին բնակարան անհատույց, անժամկետ, բայց ոչ սեփականության իրավունքով։ Տեսեք, արցախցիները, որոնք շահառու կլինեն այդ ծրագրի, նրանք այդ բնակարանը ստանում են այնքան ժամանակով, որքան որ հարկավոր է, որպեսզի Արցախը ազատագրվի եւ նրանք վերադառնան իրենց հայրենիք, իրենց հայրենի բնորանը, այսինքն մեր Հայաստանի Արցախ նահանգը։ Ինչը այդտեղ կարևոր սեփականության իրավունք չտալը, որպեսզի չլինեն այնպիսի դեպքեր, որ մարդը այդ բնակարանը ստանա, վաճառի եւ նույնպես եւ թողնի հեռանա հայրենիքից, Հայաստանից։ Հենց այս ծրագիրը իրականացվելու է նրա համար, որպեսզի մեր սիրելի արցախցիները, մեր եղբայրները մնան հայրենիքում եւ Արցախի հարցը բաց մնա մինչեւ դրա հանգուցալուծմանը հայերի օգտին։ Եթե մարդը ուզում է հեռանալ Հայաստանից, նա զրկվում է այդ բնակարանից։ Եթե նրանք ապրում են Հայաստանում, մնում են Հայաստանում, նա անհատույց, ուրեմն անժամկետ այդ բնակարանը ստանում է, ինչպես սովետական միության ժամանակ էին մարդիկ ստանում բնակարան, ոչ վաճառելու իրավունքով, եւ այստեղ պետք է լինի խիստ ուրեմն հետեւականություն, որպեսզի այդտեղ նույնպես չկատարվեն ուրեմն խախտումներ, այսինքն մարդը ծածուկ չկարողանա այդ բնակարանը վաճառել մեկ ուրիշի, այնտեղ պարբերաբար կլինեն ստուգումներ, որ բնակարանում ապրում են հենց մարդիկ, այն մարդիկ, ովքեր այդ բնակարանը ստացել են եւ հակառակ դեպքում այդ բնակարանը կվերադառնա այդ պետությանը,
կամ այն կազմակերպություններին, որոնք այդ պրոյեկտը կիրականացնեն, ովքեր որ սեփականատերը կլինեն, ամենայն հավանականությամբ դա կլինի Հայաստանի նոր պետությունը, այս լկտի իշխանությունից ձերբազատված եւ նոր իշխանությունների օրոք այդ պետությունը, որը եւ այդ բնակարանը կհանձնի կարիքավոր մեկ այլ արցախցու, որը ասենք երեխաները արդեն ամուսնացած կլինեն, նոր ընտանիք կազմավորված կլինի, ովքեր որ կզրկվեն իրավունքից այդ բնակարանը օգտագործելու կստանան նրանք։ Հիմա այս ամեն ինչի եմ ասում, սիրելի արցախցիներ, նորից եմ ձեզ ասում, եղբայրներ, քույրեր, հարազատներս, ուրեմն այս ինչ որ կատարվում է այս համացանցով, թեկուզ փողոցներում հատուկ մարդիկ են ուղարկում եւ մանավանդ պետական մարմիններում աշխատող այս հայատյաց իշխանության ծառաները, որ ձեր համար դժվարություններ են ստեղծում, պասպորտ ստանալ կլինի, գրանցվել կլինի մեքենայի եւ այլ բոլոր հարցերում պետական օրգանների հետ այսօր որ հարց եք ունենում, այդ դժվարությունները դա մտածված են անում, որպեսզի ձեզ ուրեմն հիասթափեցնեն եւ ձեզ ստիպեն հեռանալ Հայաստանից։ Այսինքն, եթե դուք զենքի եւ ցեղասպանության վտանգի տակ ստիպված եղաք ձեր հայրենիքը մի անգամ լքել եւ գալ ձեր հայրենիքի մեկ այլ հատված, ապա այս պրովոկացիաների տակ խնդրում եմ մի հանձնվեք, մի լքեք ձեր հայրենիքը, սա ձեր հայրենիքն է, մնացեք այստեղ եւ մասնակից եղեք այս պրոյեկտի։ Մենք շուտով այդ հարթակը այսօր աշխատանքային խումբ կա, որը համալրվում է եւ արցախցիներ են աշխատախմբի մեջ եւ արտասահմանից մեր հայրենակիցները եւ այստեղ բավականին մասնագետների խումբ պետք է հավաքենք, որպեսզի այդ պրոյեկտը իրականացվի եւ այդ պրոյեկտը իրականացնելու համար առաջին հերթին պետք է նաեւ հաշվառենք բոլոր արցախցիներին։ Խնդրում եմ ակտիվ մասնակցեք այդ հաշվառմանը, շուտով կհայտարարվի ինչպես որտեղ որ հարթակում, դուք հաշվառվեք այդ ուրեմն հարթակում, որպեսզի մենք պատկերացում ունենանք մեր արցախցի հարազատները որտեղ են գտնվում, որտեղ են բնակվում ժամանակավոր, քանի հոգի են, որտեղից են բռնագաղթվել, այսինքն ամբողջ դատան ունենանք, որպեսզի այդ քաղաքի կառուցման եւ կառուցումից սկսած մասնակցեք, նորից եմ ասում, երբ որ այդ պրոյեկտը դառնա իրականանա, ես չեմ ասում, որ վաղը սկսելու է այդ ամեն ինչը, հասկանում եք, չէ՞, սա ինչ մեծ ու շատ դժվար պրոյեկտ է, բայց սա անհնարին պրոյեկտ չի եւ սա տեղի ունենալու։ Եվ մենք եւ աշխատաժողով շարժման եւ մի շարք այլ ուրեմն շարժումների եւ անհատների եւ նաեւ ինչու՞ չէ մեր Արցախից տեղահանված շատ ուրեմն պատկառելի հայերի օգնության շնորհիվ մենք սա իրականացնելու ենք։ Մենք միասին բոլորս, մենք ասելով նկատի չունեմ այդ շարժումները կամ այդ անհատները, մենք բոլորս միասին իրար հետ ենք սա անել։ Եվ թույլ չենք տալու շարլատաններ, Քոչարյան Անդոներ եւ այլերն հայտնվեն այդ բանում, ինչա, այդ պրոյեկտներում, որպեսզի այս պրոյեկտը նրանց համար դառնա ոչ թե ասենք հայրենիք կառուցելու, հայրենակիցներին տեղավորելու, այլ սեփական գրպանները լցնելու պրոյեկտ։ Այնպես որ սիրելի արցախցիներ, իմ կոչը ձեզ ինչու՞ն է, որպեսզի համախմբված լինեք, մեկը մյուսից տեղյակ լինեք եւ երբ որ հիմա շատ շուտով կհայտարարվի այս պրոյեկտի սկզբի մասին, իսկ պրոյեկտի սկիզբը ասացի ինչով է սկսվելու, հաշվառումով, հենց միայն հաշվառումով, որպեսզի մենք տեղեկանանք, թե որտեղ, որքան արցախցիներ կան եւ ինչպես նրանց հետ կապնվենք պետք եղած դեպքում։ Այդ հաշվառումից սկսում է այս պրոյեկտը իրականանալ։ Լուրջ վերաբերեք դրան եւ ինքներդ աշխատեք ձեր ծանոթներին, ձեր բարեկամներին տեղեկացնել, որ պետք է գրանցվել այդ հարթակում, պետք է ունենանք այդ ուրեմն դատան, որպեսզի կարողանանք այս պրոյեկտը իրականացնել։ Թե չէ այսպես խոսքեր 120,000, 150,000, 160,000, 20,000 տեղից, 10,000 տեղից, 20,000-ը գնացել են, 25-ը եկել են եւ այլն, այդ լրիվ սուտ թվեր են, Հավատացեք, ոչ մի ինստիտուտ նորմալ չի աշխատում այսօր։ Եվ այդ ինչ որ հայտարարում են, դրա մեջ նույնպես կա չար միտումներ։ Ձեզ ասելու, եթե ձեզ ասում են, որ 25,000 արդեն հեռացել են, 25,000 հեռացել, հավատացեք, դրանք ոչ մեկն էլ տեղյակ չեն այդ մարդկանց հեռանալու մասին։ Եվ կարող է չափազանցված լինել, եթե իրենց այդպես է պետք, եւ կարող է ընդհակառակը, հակառակը իջեցված լինել այդ թիվը, եթե իրենց այդպես է պետք, եթե իրենց թուրքը հաջորդ ծրագրին այդպես է պետք։
Դրա համար մի տրվեք այդ պրովոկացիաներին, համախմբված եղեք, միասին եղեք, գյուղական համայնքները, քաղաքների համայնքները, մեկը մյուսից ուրեմն տեղյակ եղեք, մնացեք իրար հետ համախմբված, ես հավատացնում եմ ձեզ, սա ուրեմն անիրականալի երազանք չի, սա լուրջ կարևոր պրոյեկտ է, որ կարող է կյանքի կոչվել շատ շուտով, եթե մենք համախմբված եւ միասին աշխատենք այս պրոյեկտի վրա։ Քաղաքականությունով զբաղվողները թող զբաղվեն քաղաքականությամբ, սա ազգային խնդիր է, ազգային աղետ է տեղի ունեցել եւ այս աղետի վերացումով պետք է մենք ամբողջ ազգով զբաղվենք։ Դրսում, ներսում, ամենուր եք, որտեղ որ հայ կա, ում երակներում որ հայի արյունն է հոսում։ Իսկ մնացած այս հայատյաց, այդ հայախոս, հայատյաց թրքաբարո, թրքահաճո այդ երևույթներին ուղղակի անտեսեք։ Այդքան բան, սիրելի հայ ջան, այս պրոյեկտի ավելի հաճախ ու ավելի հանգամանալից կխոսենք։ Ում էլ որ հետաքրում է, աշխարհաժողով շարժումը արդեն ունի գրասենյակ Երևանում եւ կարող եք այցելել գրասենյակը, շուտով այդ բոլոր ինֆորմացիան ձեզ կտրվի, արդեն ձեր համայնքի ղեկավարների հետ մենք աշխատում ենք, համայնքների ղեկավարների հետ արդեն աշխատում ենք, բավականին շատ արցախցիներ արդեն մեր հետ աշխատում են եւ մենք շուտով կունենանք ուրեմն այսպես ասած արդյունքները այդ աշխատանքի եւ դուք էլ դրա կտեղեկանաք։ Շնորհակալություն ուշադրության համար, խնդրում եմ կրկին, անպայման չի իմ խոսքը տարածեք, ինչ որ հասկացել եք իմ խոսքից, այն տարածեք ձեր բարեկամներին, հարազատներին, մենք պետք է մեկ բուռ դառնանք, մեկ բռունց դառնանք, մեկ բուռը սխալացի, մենք պետք է մեկ բռունց դառնանք, որովհետեւ դիմակայենք բոլոր այս դժվարությունները եւ հետո էլ այդ բոլոր փակ դռները կոտրելով հասնենք մեր նպատակին։ Այդքան բան։